ինձ համար ամենայն անկեղծությամբ սառը ցնցող էր։ Այսինքն ինչ հասկանանք մենք սրանից, որ կանայք չեն կարողանում ինքնուրույն ծննդաբերել։ Ինքը մունդատ եկավ իմ վրա, հետո ես նորից հարցրեցի։ Բոլոր են պատմություններում կարմիր թելով գնում է այդ գիծը, որ ես ինձ զգում էի օբյեկտ, որի հանդեպ, որի հետ ինչ-որ բան են անում։ Նույնիսկ եթե մանկաբարձը մտածի, որ օրինակ գինեկոլոգը սխալ է վարվել, դա դեռ չի նշանակում, որ ինքը այդ գործի շրջանակներում կասի այդ մասին։ Ինքն է իր մարմնի, իր հոգեկանի եւ իր մարմնի տերը, եւ ինքը պիտի առնվազն ամենաքիչը տեղեկացված լինի, թե ինչ են իր հետ անում։ Ես պնդում եմ, որ անհարգի կեսարյան հատումները մանկաբարձական ագրեսիա են։ Թող ինչ-որ բժիշկ պատասխանի մեզ հարցին, ինչի պիտի ես ունենամ այս հիշողությունը։ Կան Հայաստանում գինեկոլոգներ, մանկաբարձներ, որոնք շատ փորձում են, աշխատում են իրենց ամեն օրվա գործով, նպաստում են նրան, որ մանկաբարձական ագրեսիան կչանա։ Բարև ձեզ, դուք լսում եք դիտում եք Մեծ Գործ փոդքասթը, այսօրվա իմ հյուրը Արփի Խալաթյանն է, Արփին հոգեբան է եւ Հայաստանում առաջին մարդկանցից մեկը, ով իր փորձով խոսեց մանկաբարձական բռնության կամ մանկաբարձական ագրեսիայի մասին։ Արփի ջան, բարև ձեզ։ Հուսով եմ լավ եք։ Լավ, շնորհակալություն։ Արփի ջան, այսօր խոսելու ենք մանկաբարձական բռնության մասին։ Ես հիշում եմ 2020 թե 21 թվականներ, երբ գրեցիք ձեր հոդվածը եւ հենց ձեր փորձով նկարագրեցիք, թե ինչ է ագրեսիան։ Նախ որտեղից առաջացավ այդ միտքը, գաղափարը գրել մի բանի մասին, որի մասին ընդհանրապես ոչ մեկ չէր խոսում ու ոչ մեկ չգիտեր, թե դա ինչ է։ Շատ լավ, եթե ես ճիշտ եմ հիշում 2018 թվականին, բայց դա տարբերություն չկա, ինչու գրեցի, ես մի փոքր հետազոտություն էի ձեռնարկել, ընդհանրապես հետազոտությունը ուղղված էր կրծքով կերակրման խնդիրներին։ Հարցարան էի կազմել, որտեղ կային նաև հարցեր ծննդաբերության փորձի մասին, որովհետև մտածում էի, որ ինչ-որ կորելացիաներ ամեն դեպքում կլինեն հետագայում առաջացող կրծքով կերակրման խնդիրների եւ ծննդաբերության բացասական փորձի միջև։ Ու քանի որ ինքս էլ իմ ծննդաբերության փորձը բացասական էի գնահատում եւ նաեւ շատ պատմություններ սկսած իմ մայրիկից վերջացրած տարբեր ընկերուհիներով եւ ծանոթ կանանցով շատ պատմություններ գիտեի բացասական ծննդաբերությունների մասին, դրա համար մտածում էի, որ շատ մեծ է հավանականություն, որ այդտեղ ինչ-որ կապեր կլինեն։ Հարցարանը լրացվեց 400-ից ավել անգամ, այսինքն 400-ից ավել ծննդաբերության մասին, վերցնենք 400։ Այնտեղ գուցե նույն 3 ծննդաբերությունների մասին էր լրացրել, բայց վերցնում ենք ամեն ծննդաբերությունը որպես եզակի փորձ։ Եվ հետո երբ որ արդյունքներն էի նայում, հասկացա, որ ծննդաբերության ժամանակ ենթարկվել եք արդյոք միջամտության հարցին, կեսից ավելին պատասխանել էին այո։ Միջամտությունները շատ տարբեր էին, հիմնական կրկնվող դեպքերը շեքահատումներն էին, պտղապարկի պատրոնները, որովայնի վերևի հատվածից, այսինքն արգանդի հատակին սեղմումները, որը մասնագիտական լեզվին կոչվում է Կրիստելլերի հնարք, եւ նմանատիպ ավելի եւ իհարկե խթանումները, ամենակարևորը մոռացա, արհեստական խթանումները, երբ որ օքսիտոցինի կամ ինչ-որ այլ նյութերի միջոցով դեղանյութ անվանենք, խթանում են ծննդաբերության սկսվելը։ Այդ հիմնական ոնց որ կտորներն էին միջամտության տեսակների եւ գիտակցումը, այդ հասկացումը, որ 400 ծննդաբերությունների կեսից մի քիչ ավելը անցել են միջամտություններով, ինձ համար ամենայն անկեղծությամբ սառը ցնցող էր։ Այսինքն ինչ հասկանանք մենք սրանից, որ կանայք չեն կարողանում ինքնուրույն ծննդաբերել, ինչու են բնական ծննդաբերություններն անցնում միջամտություններով, ու այդ հարցը շատ սկսեց ինձ տանջել, հատկապես արդեն նաև կապվելով իմ փորձի հետ, որովհետև մինչև այդ պահը ես հասկանում էի, որ իմ ծննդաբերության պրոցեսում ինչ-որ մի բան սխալ է եղել։
բայց թե կոնկրետ ինչը չէի խորացել։ Հետո ժամանակ սկսեցի խորանալ, փորձել հասկանալ, իսկ ինչ ուրիշ ձևով կարող էր իմ ծննդաբերությունը ընթանալ։ Իմ դեպքում բավականին տենց հաճախ հանդիպող երևույթ տեղի ունեցավ, երբ որ պտղաբարկը պատրվում է ինքն իրեն, պտղաջրերը հոսում են, սակայն երկունքի ցավը դեռ չկար։ Սկսեցի կարդալ, ուսումնասիրել, ոնց են ընդհանրապես աշխարհում վարվում այս դեպքերում։ Համարվում է, որ սա եւս նորմալ ֆիզիոլոգիական ծննդաբերություն է, այդպես եւս լինում է բավականին մեծ թվով կանանց մոտ, երբ որ սկզբում ջերմն են հոսում, հետո նոր ինչ որ ժամանակ հետո սկսվում են երկնքի ցավերը։ Ու արդեն անցա փաստաթղթեր կարդալուն եւ բնականաբար ի վերջո հասա մեր նախարարության կողմից, առողջապահության նախարարության կողմից հաստատված ուղեցույցին, որտեղ հստակ սևով սպիտակի վրա գրված է, որ այս իրավիճակում կա երկու ձև՝ ակտիվ վարում եւ պասիվ վարում։ Եվ պետք է հարցնել կնոջը, թե որն է ինքը նախընտրում։ Ակտիվ վարման դեպքում արվում է խթանում, ինդուկցիա, որպեսզի process-ը արագ սկսվի, պասիվ վարման դեպքում խթանում չի արվում։ Ըստ նախ ընդհանրապես նույնիսկ ակտիվ վարում ընտրելու դեպքում սա շատ կարևոր հանգամանք է, առնվազն 4 ժամ կարելի է, ոչ թե կարելի է, այլ պետք է սպասել։ Ու չէին սպասել։ Իմ դեպքում չէին սպասել, հա, հիմա կասեմ, ընդհանրապես աշխարհում 6 ժամ են ասում, մեզ մոտ 4 ժամ էր գրված այն ժամանակ, դա ես չգիտեմ, դրանից հետո գուցե ուղեցույցում ինչ որ բաներ փոխված լինեն, էլի, բայց նույնիսկ կարելի է պասիվ վարումը ընտրելու դեպքում կարելի է սպասել ընդհանուր 24, 48, 72 ժամ արդեն կախված հանգամանքներից։ Բնականաբար այդ ընթացքում վերահսկվում է պտղի սրտի զարկը, կնոջ արյան ճնշումը եւ այլ պարամետրերը, որոնք որ ցույց են տալիս երեխայի եւ կնոջ առողջական վիճակը։ Ինձ ոչ մեկ չի հարցրել, թե ես ինչ եմ ուզում, ոնց եմ ուզում իմ ծննդաբերությունը անցնի։ Երբ որ ես կանչեցի իմ գինեկոլոգին, ինքը ես գնացի ծննդատուն, ինքը եկավ հասավ ծննդատուն, ինձ ուղղակի տարան ծնարան, պարկացրեցին մեջքի վրա եւ ինձ կաթիլային օքսիտոցին միացրեցին։ Երակային կաթիլայինի սիստեմա։ Այդպես չեն անում։ Այդպես ընդունված չի անել, նույնիսկ խթանման դեպքում։ Արի ասենք ոչ թե ընդունված չի անել, որովհետև ամեն դեպքում իրականում պրակտիկան ուրիշ է, այլ կանոնա կարգերը կամ ուղեցույցները լրիվ այլ են։ Ու ուզում եմ մի հատ կարևոր բան նշենք, որ մանկաբարձական բռնությունը Հայաստանին, մենակ Հայաստանին բնորոշ չի կամ մենակ Հայաստանում չեն այդ դեպքերը լինում, շատ տարբեր երկրներում են լինում, ամենազարգացած երկրներում նույնպես, օրինակ Գերմանիայում ու նաև Նորվեգիայում տարբեր կանայք պատմում էին, որ ու մեծ դժգոհությամբ սենց շատ հուզված, որ կովիդի ժամանակ մենակ են եղել, որովհետև կովիդով էր պայմանավորված այդ մենակ լինելը ու դա լուրջ իրանք հետազոտություններ էին անում եւ այլն։ Մեր դեպքում ցավոք սրտի դեռ չենք հասել այն վիճակին, որ ավելի բաց խոսենք այս խնդիրների մասին, բայց այս խնդիրները ցավոք կան։ Բամացեն եմ, ճիշտ ես ասում, այո, ասենք, որ կանոնակարգեր կան եւ ես էլ ճանաչում եմ շատ բժիշկների տարբեր եւ տարբեր ծննդաբերության դեպքերի մասին գիտեմ, որտեղ նույն այդ խթանումը արվում է օքսիտոցինի կոճակի միջոցով, որը դրվում է բերանում, լեզվի վրա լեզվի տակ էական չի, եւ այսպես կամաց, եթե ոնց որում արվում է այն դեպքերում, երբ որ արդեն այդ 24 ժամը, 48 ժամը կամ 72 ժամը անցել է եւ արդեն իսկապես կարիք կա խթանելու, այսպես էլի միևնույն ագրեսիվ խթանում անելը, այսպես ասենք, սխալ է։ Հիմա ինձ միանգամից sense առանց բառ անգամ ասելու ուղղակի պարկացրեցին, միացրեցին
երակային այդ համակարգը եւ գինեկոլոգը եկավ ու այդ հաճախականությունը կաթիլների ես ինձ լավ հիշում եմ որ ռոբեյում 30 պլյուս էր կարծեմ 36 թե 39 կաթիլ հետո երբ որ ես կարդում էի ես հասկացա որ դա շատ չէր հաշվել ես չէի հաշվել տենց ինքն էր հաշվում ու երբ որ հաշվում էր արդեն բարձրաձայն որ ասեց արդեն եթե այնտեղ բուժքրոջն էլ ինչ որ ուղղորդումներ տվեց որ հետևի որ այսպես մնա հետ որպես կողքից լսել եմ էլի այսինքն էդել ոնց որ ես ինչ որ օբյեկտ էի որի հանդեպ ինչ որ բան են անում առանց մի փոքր անգամ նեղություն կրելու որ գոնե մեկ նախադասությամբ ասեն թե ինչ արվում եւ ինչի համար այս է մանկաբարձական ագրեսիա ընդ որում երբ որ ես ինքս իրեն հարցրեցի իսկ ինչի համար եք սա միացնում ինքը էլի չպատասխանեց իմ հարցին ինքը մունդա թեկավ ին վրա հետո ես նորից հարցրեցի որ ցավեր չունեմ դրա համար եք միացնում հա բա կարող է գիտես թե չէ վատ կլինի 4 ծնունդ է ասենց ինչ որ մտքեր ինչ որ բառակույտ որը ինձ բացի մեղքի զգացումից խայտարակ բարձր աստիճանի տագնապայնությունից ու հետո տարիներ մնացորդային մնացած վատ ինքնազգացողությունից բացի ուրիշ ոչ մի բան չտվեց ուզում եմ դասավորենք էլի այդ դրվագը որ դու պատմեցիր այդ դրվագի մեջ մանկաբարձական բռնության մի քանի դրսևորում կա դրանցից մեկը վերբալ բռնությունն է երբ քեզ ասում են եթե չենթարկվես կամ ինչ ես հարցեր տալիս եւ այլն այդ վերբալ բռնությունն է որը քեզ մոտ մեղքի զգացում առաջացնում վախեր է առաջացնում մյուսը երբ միջամտություն դու ունես համոզմունք որ կոնկրետ այդ դեպքում քեզ արել են անհարկի միջամտություն այո եմ համոզմունք որովհետև ես կարդալ գիտեմ ես կարդում եմ ուղեցույցում իմ դեպքը հստակ նկարագրված է որովհետև ես առողջական խնդիր չեմ ունեցել հղիությունը ընթացել է բոլոր նորմալ ու նորմայից էլ ավել ցուցանիշներով ոչ մի ցուցում կեսարյանի կամ հակացուցում բնական ծննդաբերության բացարձակ չեմ ունեցել ամբողջ հղիության ընթացքում նույնիսկ տենց նորմալ սրտխառնոց չեմ ունեցել ես նրան փորձում եմ հիշել ես ինձ թվում է մեկ անգամ նույնիսկ սրտխառնոց ունեցած չկամ Այսինքն հնարավոր ամենաթեթև հղիությունն եմ ես ունեցել ոչ գիրացել էի ոնց որ փորիցս բացի ուրիշ քաշ չէր ավելացել այսինքն նույնիսկ այն ամենապրիմիտիվ մակարդակում իմ հղիությունը շատ դրական հղիություն էր եւ ուղղակի ցավերը չսկսված պատղաջրերը գնացին շատ լավ այդ դեպքը գրված է ու 30 շաբաթականս լրացել էր ուղեցույցը հենց այդպես էր գրված է եթե ժամկետում լինում է պատղաջրերի արտահոսք առանց երկունքի ցավերի կարելի է սպասել այսինքն ինձ առնվազն պիտի հարցնեին այ շատ կարևոր է հենց դա ուզում ասեի որ պիտի հարցնեին այդ մյուս դրսևորումն է բռնության երբ քեզ ոչ միայն չեն բացատրել իդեպ պետք է դա բացատրեին դեռևս հղիության ընթացքում որ միգուցե եթե այսպիսի իրավիճակ լինի անհրաժեշտություն լինի ինդուկցիայի ոնց էր ասում ինդուկցիան հայերեն խթանման արհեստական խթանման անհրաժեշտություն առաջանա եւ դու արդեն պատրաստ լինես որ դա կարող է լինել կամ կարող է չլինել բայց եթե լինի ու դա անեն ապա դու գիտես ինչի մասին է խոսքը եւ դա անհրաժեշտություն է ոչ թե անհարկի միջամտություն այսինքն նախ քեզ պետքա իրազեկեին եւ մինչեւ ծննդաբերությունը եւ նաեւ հենց ծննդաբերության ժամանակ ու միայն դրանից հետո ստանային համաձայնությունը փաստացի տեսնում ենք որ ոչ միայն իրազեկման հատվածը չկա նաեւ համաձայնության հատվածը չկա ու ցավոք սերտի այս փորձի մասին շատ կանայք են խոսում այո իմ լսած իմ հավաքած ես երբ որ հետազոտությունից հետո սկսեցի հավաքել պատմություններ հատուկ տարբեր խմբերում տարբեր ծանոթների կանանց խնդրում էի պատմել իրենց բացասական փորձի մասին բոլոր են պատմություններում կարմիր թելով գնում այդ գիծը որ
ես ինձ զգում էի օբյեկտ, որի հանդեպ, որի հետ ինչ որ բան են անում։ Ինձ ոչ մեկ ոչ մի չէր բացատրում, ինձ ոչ մեկ ոչ մի չէր հարցնում։ Հենց գիտես, նույնիսկ sense որ խորանում ենք, իրազեկելն ու հարցնելը տարբեր բաներ են։ Դու էլի կարող ես իրազեկել ու միջամտությունը անել, որովհետև, չգիտեմ, գտնում ես, որ այդպես ճիշտ է։ Այս պահին դու այդպես ճիշտ ես գտնում, բայց լինում են պատմություններ այն մասին, որ իրազեկումը կար, բայց հարցը չկար։ Բայց հետո էլի, երբ որ սենց սկսում ես փորփրել, հասկանում ես, որ իրական կարելի էր հարցնել, կարելի էր այդպես չանել։ Ուղղակի այստեղ մի հատ շատ կարևոր խնդիր կա մանկաբարձական ագրեսիայի չապացուցելիության եւ հետագայում դրա այդ խնդիրը վիճարկելու հետ կապված ծննդաբերությունը շատ դինամիկ երևույթ է եւ հետադարձ հայացքով հետազոտություն անելը բավականին բարդ է։ Նույնիսկ քրեական լարույթի հասնող դեպքերը, որտեղ օրինակ մահ արձանագրվում ծննդաբերության ժամանակ կամ հաշմանդամություն մոր կամ երեխայի որևէ այսպիսի խնդիրներ, երբ որ լինում է բողոք, կազմվում են հանձնաժողովներ եւ այլն, բավական բարդ են նմանատիպ գործերը ծնվում եւ բավական բարդ են առաջ գնում, որովհետեւ իսկապես շատ դժվար է հետադարձ նայել, նախ հարցեր կան, որոնք երբեք չես կարող ոչ ապացուցել, ոչ հելքել։ Օրինակ, բժիշկը եթե ասում է, որ ես այս ինչ գործողությունը արել եմ, որովհետև, այդ որովհետևը դու չես կարող ստուգել։ Հատկապես եթե օրինակ այդ պահին ծնարանում քիչ մարդ է եղել, այդտեղ շատ տարբեր հարցեր են առաջանում, չգիտեմ, կոլեգիալ սոլիդարություն, նույնիսկ եթե մանկաբարձը մտածի, որ օրինակ գինեկոլոգը սխալ է վարվել, դա դեռ չի նշանակում, որ ինքը այդ գործի շրջանակներում կասի այդ մասին, որովհետև միևնույնն է, քանի որ ինքն էլ չգիտի, իսկ եթե այդպես չվարվեինք, բա ուրիշ ոնց կլիներ, կամ կարող է, եթե այդպես չվարվեինք, միևնույնն է, նույն ելքը ունենայինք, ու այս հարցերը այնքան խճճում են այս ամբողջ իրավիճակը, որ հետահայաց իսկապես դժվար է քննարկել, քննել եւ այլն, բայց այնուամենայնիվ ես հասկանում եմ, որ այդ ապացուցելու խնդիրը կա, նույնիսկ քրեական գործերով ապացուցելու խնդիրը կա, ամեն դեպքում յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր կին, ով այդ փորձառությունը ունի, հնարավոր չի բոլորին ասել, չխոսենք էլ անհատական դեպքերի մասին, կա երևույթը ու երևույթը չի բացառվում, որ այդպեսին չկա։ Հետևաբար կարևոր է, որ կինը իմանա, որ նման երևույթ կա, կանխի։ Դրա համար ես կուզեմ, որ մի քիչ խոսենք ընդհանուր, մենք խոսեցինք դրսևորման մի քանի տեսակի մասին, քո օրինակով, քո փորձով, բայց այլ դրսևորումների մասն էլ խոսենք, որոնք կոպիտ իրավունքի խախտումներ են։ Ես հուշեմ, թե ես մի բան ասեմ, ինքս ավարտելով նախորդ, որ ընդհանրապես ու ինչ էի ուզում ասել, այո, հետահայաց շատ դժվար է ուսումնասիրել, բայց ինչի է ընդհանրապես աշխարհում ոչ միայն բժշկության մեջ, մենակ բժշկության մեջ չի, որ այդ իրազեկված համաձայնության երևույթը, չգիտեմ, կարող նույնիսկ ինստիտուտ անվանեն, գոյություն ունի, շատ տարբեր հարցերում կա դա, տարբեր ոլորտներում կա դա։ Ընդհանրապես ինչն է դրա հիմքում ընկած։ Մարդը, ցանկացած մարդ արարած, պիտի տեղյակ լինի, թե իր հետ ինչ են անում։ Դա մարդու այն ամենացածր, ամենահիմնաքարային իրավունքներից մեկն է։ Ինքն է իր մարմնի, իր հոգեկանի եւ իր մարմնի տերը, եւ ինքը պիտի առնվազն ամենաքիչը տեղեկացված լինի, թե ինչ են իր հետ անում։ Եվ դրանից հետո արդեն հաջորդ մակարդակում, այո, մենք ինչ որ հարցերում մարդուն պիտի հարցնենք։ Եթե մենք տեսնում ենք, որ, չգիտեմ, երեխայի սիրտը չի կանգնում, ինչ որ շատ բարդ իրավիճակ չի, ընկերքի անջատում չի, երբ որ ոչ մի ինչ ասեմ, գիտակից մարդ չի կյանքում բժշկին կանգնի ասի, եթե ընկերքի անջատում է լինում, դու մի հատ ծննդկային հարցնեիր կեսարյան անես, թե չէ։
Բնականաբար տենց դեպքերի մասին չենք խոսում։ Ընկերքի անջատումը գրեթե, ինչ ասեմ, 99%-ում կավարտվի մահվան։ Բնականաբար նման իրավիճակում, այո, ինչ հարցնես, մաքսիմում պիտի ասես, սիրելիս, քո մոտ ընկերքի անջատում ա լինում, մենք ես հիմա տանում ենք վիրահատարան կեսարյան անելու։ Այստեղ շատ կարևոր է համամասնությունները նշել։ Բանն այն է, որ իրականում մեծամասնությունը դեպքերի իմ դեպքի նման դեպքերն են, ոչ թե ընկերքի անջատումների դեպքի նման դեպքերը։ Եվ հենց մանկաբարձական ագրեսիայի ամբողջ տրագեդիան դրանում է, որ խաթարվում են ծննդաբերության process-ներ, որոնք կարող էին քիչ թե շատ հանգիստ հանդարտ անցնցում կնոջը չվնասող, կնոջ հոգեկան աշխարհը չխառնող ձևով ընթանալ։ Այնպես չի, որ այսենց, չգիտեմ, ծննդատուն մտած 100-ից 90 հղիները ընկերքի անջատումով գնում են կեսարյանի, չէ, այդպես չի։ Արփիջան, ուզում եմ վերադառնանք մանկաբարձական բռնության դրսևորումներին եւ հատկապես ծննդաբերության փուլում հենց բռնության դրսևորումներին։ Իհարկե մանկաբարձական բռնությունը լինում է եւ հղիության ընթացքում եւ հետծննդաբերական շրջանում, սակայն հենց ծննդաբերության ժամանակ է, որ կինը հոգեհուզական ավելի բարդ, ավելի խոցելի վիճակում է լինում։ Հիմնականում մենք նշեցինք այդ եւ տեղեկացված համաձայնության մասին, իրավունքի մասին, վերբալ բռնության մասին, անհարկ միջամտությունների մասին, կան ինչ-որ դրսևորումներ, որոնք բաց թողեցինք ու լավ կլինի, որ դրա մասին խոսենք ու հենց կանայք էլ իմանան, թե ինչ տարբեր դրսևորումներ կան, որովհետև եթե դու գիտես նաև դրանցից պաշտպանվելու տարբերակները։ Պաշտպանվելու տարբերակներին էլ իհարկե կանդրադառնանք։ Եթե փորձենք ավելի համակարգային նայել խնդրին, կարող ենք երկու մեծ բլոկների բաժանել մանկաբարձական բռնության երևույթը։ Բնական ծննդաբերության ընթացքում տեղի ունեցող միջամտությունները եւ կեսարյան հատումները առանձին։ Ես օրինակ չլինելով գինեկոլոգիական ոլորտի մասնագետ, հակված եմ կեսարյան հատումը, հատկապես ցուցված կեսարյան հատումը չանվանել եւ չհամարել մանկաբարձական ագրեսիա, որովհետեւ այնտեղ էլ հիմա աշխարհում բավական առաջընթաց կա, կեսարյան հատումների ձև կա, եթե անունը ճիշտ չեմ ասում, թող ինձ ներեն, կոչվում էր դանդաղ կեսարյան, այսինքն երբ որ կտրվածքը անում էին եւ ոնց որ փորձում էին այսպես երեխային ուղղորդելով, այնպես անել, որ ինքը ինքնուրույն դուրս գա, որ գոնե այդ իմիտացիան ծնունուղիներով անցնելու, գոնե այս ձևով տեղի ունենա, որովհետև մի հատ այստեղ կներես, բայց ուզում եմ սա նշել անպայման, մի քիչ էլի շեղվեմ։ Կան շատ արձանագրումներ հոգեբանական որոշ երևույթների կապված կեսարյանով ծնված երեխաների հետ, բայց դրանք դրսևորվում են մեծ տարիքում։ Դրանք կարող են դրսևորվել երազների ձևով, կարող են դրսևորվել վախերի ու ֆոբիաների ձևով, եւ նման ոնց որ հստակ գիծ արձանագրված արդեն կա։ Երբ որ հոգեթերապիայի ընթացքում այցելուն բերում է խնդիրներ, որոնք այսպես հենտ է ստանում, փորում ես ու հասկանում է, ու նաև կան նաև շատ ուղիղ վիզուալ արտահայտումներ դրա երազների մեջ։ Օրինակ փորձելով գաղտնապահությունը պահել, երբ որ մարդը երազ է տեսնում այն մասին, որ ինքը գտնվում է ինչ-որ փակ տարածությունում եւ այդ փակ տարածությունում իրեն քիչ թե շատ ապահով է զգում, բայց ինչ-որ մեկը սղոցով կտրում է ու անցք է բացում այդ տարածության մեջ ու այդ սղոցը մոտենում է իրեն ու սա կոնկրետ դեպք է, որի վերլուծությունը բերել է հասցրել է նրա, որ ուղղակի ընթացքում մի պահի վերհիշել է, այցելուն վերհիշել է, որ ինքը կեսարյան հատումով է ծնվել եւ արդեն այս բոլոր կապերը այսպես դասավորվել են իրար կողմ։ Այլ բառերով ասած, այն որ կեսարյան հատումը բավականին բարդ միջամտություն է, որից ցանկալի է
պիտի ամեն ինչ անենք, որ խուսափենք, ոնց որ արդեն իրոք քննարկելու թեմա չի էլի դա, եւ այն որ կեսարյան հատումները ոչ միայն Հայաստանում, ընդհանրապես ամբողջ աշխարհում ու հատկապես զարգացած երկրներում բարձրանում է, եւ այդ մտայնությունը, որ կեսարյան հատումը հարուստ լինելու, փող ունենալու եւ մի քիչ ավելի բարձր չգիտեմ, սոցիալական մակարդակ ունենալու ցուցանիշ է, նույն կերպ ոնց որ օրինակ կաթնախառնուրդով երեխային կերակրելը ի տարբերություն կրծքով կերակրման, ես շատ եմ հանդիպել այդ ոնց որ մտքին, որ դե մենք փող ունենք, դրա համար մենք կաթնախառնուրդով ենք կերակրում։ Այսինքն այդ մարքեթինգային բանը, բայց թվում է շատ տարածված չէ Հայաստանում։ Հայաստանում չգիտեմ, չեմ կարող վստահ ասել, բայց ամեն դեպքում ես երբ որ դատում եմ, որ իմ շրջապատում շատ եմ հանդիպում դրան, սկսում եմ մտածել, որ գուցե ես այնպես չի որ միշտ նույն նեղ շրջանակի հետ եմ էլի մարդկանց շփվում, բայց բոլոր այս հանգամանքներով հանդերձ, այո, մենք միևնույն դա պիտի ընդունենք, որ կեսարյան հատումները կյանքեր են փրկում եւ կեսարյան հատումների շնորհիվ շատ կանայք հիմա կարողանում են երեխա ունենալ, ինչ օրինակ առաջ չէին կարողանում։ Հիմա, բայց երբ որ արդեն այս դիտարկում ենք մանկավարժական բռնության տեսանկյունից, ես պնդում եմ, որ անհարգի կեսարյան հատումները մանկավարժական ագրեսիա են։ Անհարգի է կեսարյան հատումը այն ժամանակ, երբ որ չկա ցուցում, եւ օրինակ միայն առանց կնոջ դեմքին նայելու, զուտ տարիքը տեսնելով իր ճակատին դնում եմ կեսարյանի դաջվածքը, կնիքը, դե քան տարեկան ես 34, վсё, կեսարյանը, գնացիր։ Գգաս քեզ կեսարյան կան։ Այդպես այս մասում հատ կարևոր բան ասեմ, բժիշկները օրինակ այդ որ ասում են դա ինքը կեսարյան է, շատ տարածված է, երբ որ պացիենտներին ախտորոշմամբ կամ միջամտությամբ են անվանում, օրինակ ես չէի վիրավորվում, երբ որ մտնում էին ասում էին այս կեսարյան է, բայց կան կանայք, երբ որ ավելի բարդ անուններով են կոչում, որոնք շատ վիրավորական են եւ շատ նվաստեցնող են, եւ այդ բժիշկները չեն գիտակցում, թե ինչքան վիրավորական եւ ինչքան նողկալի բան են անում, օրինակ երբ որ մտնում են պալատ եւ կնոջ ասում են, հա, էս են մերելադինն է։ Իրականում սա իրական դեպք է, ես 1000 ներողություն եմ խնդրում այդ կնոջից, եթե կնայի կհիշի այս դեպքը, որովհետև ինքն էլ շատ ծանր էր տանում ու ես էլ եմ շատ ծանր տարել, երբ որ լսել եմ այդ պատմությունը, շատ եմ ուզում, որ հենց սրա մասին խոսենք էլ, ինչքան կարևոր է ու ինչի ուշադիր չեն։ Ընդհանրապես պացիենտների հետ շփվելու, հաղորդակցվելու հմտությունները ու այդ պատմությունները բժիշկ-պացիենտ հաղորդակցությունների, ես անկեղծ չգիտեմ, պետք է ուղղակի զբաղվել դրանով ու բժիշկների կոմունիկացիայի հմտություններով շատ լուրջ զբաղվել դեռևս համալսարանական տարիներից, որ նախ իրենց այսպես գոռոզում բարձր չպահեն պացիենտի հետ, չխոսան պացիենտի հետ, ոնց որ պացիենտը դեբիլ է, ոչինչ չի հասկանում ու իրանք այ հեսա բան ամբողջ երկնային իմաստնություն եւ ճշմարտություն։ Իդեպ շատ բժիշկներ հենց այդ խնդիրը ունեն, որ կասկածում են, կասկածամտությամբ են վերաբերվում պացիենտի հասկանալու ունակությունների վրա ու դա էլ հենց հետևանք է լինում, որպեսզի կնոջը իրազեկեն եւ ստանան համաձայնություն։ Մեր հետազոտության ժամանակ բժիշկները չեմ կարող ասել բոլորը, բայց եղել էր դեպք, երբ կասկածել էին, որ ինչի պացիենտը հասկանում է, որ ինքը որոշում ընդունի ինչ-որ բանի մասին, բայց եթե ինքը չի հասկացել, ուրեմն դա քո խնդիրն է, դու պետք է բացատրես այնպես, դու պետք է անես այնպես, որպեսզի մարդը իր մարմնի վերաբերյալ ճիշտ որոշումներ ընդունի։ Եթե չի հասկանում, դա ամեն դեպքում համակարգի ու հենց բժիշկների բուժանձնակազմի խնդիրը պետք է լինի։ Միանշանակ համաձայն եմ, մենք այսպես կողմնակի ձևով խոսում ենք այդ դրսևորումների մասին ու հələ էլի ոնց որ ամփոփիչ բան կանենք, կապոփենք։ Մի հատ օրինակ եմ ուզում պատմել։ Մի քանի տարի առաջ ատամնաբույժիս մոտ էի, ողջույն ատամնաբույժիս, շատ հարգում սիրում եմ իրեն,
ինչ որ միջամտություն պիտի աներ եւ ինչ որ դեղ պիտի հիմա լավ չեմ հիշում սրսկում էր թե ուղակի պետքա ցայեր այդ լենդի հատվածում լավ չեմ հիշում բայց այնպիսի բան էր որ ինքը ծորալու էր ու գնար դեպի կոկորտս Եվ ինքը մինչև այդ գործողությունը անելը մի պահ ոնց որ գործիքները հետ հանեց բերանիցս նայեց աչքերիս մեջ ասեց արփին ես հիմա մի բան եմ լցնում բերանիք մեջ որը գնալու է դեպի կոկորտը եւ քեզ թվալու է թե դու խեղդվում ես բայց դա այդպես չի ուղագի կոկորտի մկաններն են սեղմվելու թե ինչ բայց հանգիստ տեղի դու չես խեղդվում Ես գլխով արեցի սենց աչքերով համաձայնության նշան տվեցի որ ես հասկացա ձեզ շատ լավ կարող ենք սկսել ինքը այդ միջամտությունը արեց ես ունեցա այդ խեղդվելու զգացողությունը բայց քանի որ ես արդեն գիտեի որ ինձ վտանգ չի սպառնում եւ ես չեմ խեղդվում դա ուղղակի ինձ թվում է այդ միջամտությունը բարեհաճող անցավ հետո բերանս ուղղեց всё այդ զգացողությունը անցավ հիմա Եթե ինքը ինձ դա չասեր, պատկերացնում ես ինչ կարող է լինել, ասենք ես կարող եմ պրոստը խեղդվելու ռեֆլեքսից ուղղակի բերանս փակել, մատերն էլ հետը կտրեի տանեի, իսկ այդ բանը ռեֆլեքսիվ ծնոտը փակելը բավականին ուժեղ մեծ ուժով է տեղի ունենում եւ երբ որ դու ռեֆլեքսորեն փակում ես ծնոտները, դա բավական լավ կպնում է, էլի բավականին մեծ ուժով ես փակում։ Ասենք ես կարող եի այդ մարդուն վնաս հասցնել, եթե ինձ չտեղեկացներ, որ հիմա ինձ կարող է թվա, թե ես խեղդվում եմ։ Այսինքն շատ պարզ օրինակ է, որտեղ շատ հստակ երևում է, թե ոնց է պետք պացիենտի հանդեպ անել միջամտություն։ Երբ որ մենք գնում ենք բժշկի, մենք գիտենք, որ չենք գնում բուլկի ուտելու կամ հաճելի զրուցելու եւ սուրճ խմելու։ Մենք գիտենք, որ մենք գնում ենք, որ մեր հետ ինչ որ բան անեն։ Բայց այդ ինֆորմացիան այն տարական մակարդակի վրա ապահովելը նորմալ կոմունիկացվելը պացիենտի հետ ուղղակի անհրաժեշտություն է, որովհետեւ դա առաջին հերթին ոնց որ իմ պատմած օրինակում բժշկին է պետք ոչ թե պացիենտին Շատերին շատ ճիշտ ես ասում, այո, շատ բժիշկներ մտածում են, որ եթե դա մասնագիտական ինչ որ բան է, ուրեմն դե պացիենտը մեկա չի հասկանալու, ուրեմն պետք է չի իրան ասել։ Հիմա էլի նույնս օրինակով իմ ատամնագույժը ոչ մի տերմին չի օգտագործել։ Ինքը ինձ չի ասել, այ քո կոկորտի չգիտեմ, երրորդ մկանի 4-րդ բաժնում էս բանը, ես իմ ինչացիա տեղի կունենա, դրա համար քեզ մոտ կառաջանա խեղդվելու, ես մի խոսքով, ինքը ինձ մարդկային լեզվով ասել է, քեզ կթվա թե դու խեղդվում ես, բայց դու չես խեղդվում, մի անհանգստացի, չես խեղդվելու։ Հիմա ինչու ես նույն մարդկային բառերով գինեկոլոգը չի կարող բացատրել։ Գիտես, մենք հիմա քեզ շեքահատում ենք անում կամ հիմա քեզ ցավալու է, մենք հիմա քեզ շեքահատում ենք անելու, շեքահատում բառն էլ թող չօգտագործեն, իսեր աստծո թող ասեն ուղիղ կտրվածք ենք անում հեշտոցի հատվածում, որովհետև եթե հիմա մենք այդ կտրվածքը չանենք, դու կունենաս պատրվածքներ, որոնք հետո շատ ավելի մեծ խնդիր կարող են դառնալ։ Շատ մարդկային լեզվով բառերով բացատրում ես, որ Գոնե, երբ որ ես իմ ծննդաբերության ընթացքում իմ գինեկոլոգը ձեռքը տարավ դեպի մկրատը, վերցրեց այդ մկրատը եւ այդ տեսարանը ես երբեք 100 տարեկան էլ լինեմ, 150 տարեկան էլ լինեմ, ես չեմ մոռանա, թե ես ոնց էի շատ կներեք խավարասերի նման մեջքի վրա անօգնական պառկած, ոտքերս բաց ու ոնց ինքը այդ մկրատը վերցրեց ու մոտեցավ ինձ։ Առանց բառ անգամ ասելու, առանց դեմքիս նայելու։ Ես ուղղակի բառերով չեմ կարող փոխանցել, թե ես ինչ էի այդ պահին զգում ու ոնց էի ինձ այդ պահին զգում։ Իմ բախտը ուղղակի բերեց, չգիտեմ, որ աստղերը եւ որ աստվածները բարեհաճ գտնվեցին իմ հանդեպ, բայց ի վերջո ինքը կտրվածքը չարեց։ Ոնց այդ մկրատը վերցրեց հետո նայեց, որոշեց, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չի կտրի ու հետո այդ մկրատը հետ դրեց տեղը, բայց այդ մկրատի տեսարանը, այդ մկրատը իր ձեռքում ու այդ դրսից չէ, վերևից ընկնող լույսը ու այդ մկրատը այդ լույսի տակ, չգիտեմ, դա իմ մղձավանջն է։ Ես երբեք այդ տեսարանը չեմ մոռանա։ Ու հիմա օրինակ
թող ինչ որ բժիշկ պատասխանի մեզ հարցին, ինչի պիտի ես ունենամ այս հիշողությունը։ Ծննդաբերության փուլում ամենաշատ դժգոհություններ առաջացնող խնդիրներից մեկը այդ հայտնի ծննդաբերական բազկաթոռն է, ու շատ կանայք դժգոհում են, իրականում շատերը չգիտեն, մենակ լսելուց, տեսնելուց երանի են տալիս միջազգային տարբեր փորձերի, որտեղ կա այդ հնարավորությունը տարբեր դիրքերում, քեզ հարմար դիրքերում հարմարավետ միջավայրում ծննդաբերելու։ Հայաստանում դեռևս որ փուլում ենք, եթե նայում ենք շրջապատին, տարբեր փորձին, կանանց զրույցներին։ Ես վերջին տարիներին չեմ ծննդաբերել, ճիշտն ասած, այս պահին սեփական փորձ չունեմ, բայց իհարկե, երբ որ թեկուզ սոցիալական ցանցերում տարբեր ծննդատուների նկարներն եմ թերթում, այնտեղ արդեն կադրեր լինում են, եւ հատկապես բոլոր այն ծննդատները, կներեք, որոնք վերազինվում են եւ կազմակերպում են ժամանակակից ծնարաններ ցածր մակճականներով, որտեղ կան եւ այդ գնդակները, մաները, ավազանները, ջրավազան, չգիտեմ, վանդա է իրականում դա, մեծ բան չէ, էլի, հա ջրում ծննդաբերելու հնարավորություն ստեղծելու համար եւ նմանատիպ այն բաներ, իրենք շատ այսպես մեծ հպարտությամբ այդ նկարներ վիդեոներ են անում, նկարներ են անում, հրապարակում են իրենց ծննդատների էջերում, դա շատ լավ միտում է, շատ դրական միտում է, որովհետեւ այո, ծննդաբերական հասկաթոռի վրա ծննդաբերելուց ավելի անհարմար բան հնարավոր չի ուղղակի մտածել, այդ մասին շատ է խոսվում, շատ այսպես պատմում են, որ արքունական երևույթ է մեջքի վրա ծննդաբերելը, դուրս է եկել արքունիքներից, որովհետև կար այդտեղ խնդիր, որ պատկի դժ, կներեք չեմ գտնում հայերեն բառը չանեն, որ թագուհին կամ իշխանական ստատուս ունեցող կանայք իրենց երեխային ունենային եւ դա պիտի լիներ այսպես ցուցադրական ու լիքը մարդով ու մեջքի վրա, որ տեսնեին թե որ երեխան դուրս եկավ։ Այսպեսին, հա ոչ մեծ սերը, համ սերը, համ մայր, համ ընդհանրապես այդ իր երեխան է թե չէ։ Այդ մասին էլ է շատ խոսվում, անկեղծ ասած չգիտեմ դա ճիշտ է թե չէ, բայց վստահաբար ինչ որ մի պահից ծնկաչոք, կքած, պպզած, կռացած, նստած ծննդաբերությունը, չգիտես ինչու, այսպես մի օրում փոխվեց մեջքի վրա պառկած ծննդաբերության։ Դա վստահաբար տեղի ունեցել հիվանդանոցներում։ Չգիտեմ թե որտեղից է այդ երևույթը սկսվել պատմականորեն, բայց դա տեղի ունեցել հիվանդանոցներում, երբ որ ծննդաբերությունը մանկաբարձներից, հայերեն մենք շատ լավ բառ ունենք տատմերերից, խլեցին եւ իսկապես խլեցին, ոչ թե վերցրեցին ու տարան մցրեցին հիվանդանոցի ներս։ Իսկ հիվանդանոցի ներսում այդ պահին գինեկոլոգիական բազկաթոռից բացի այլ հնարավորություն չկար, որովհետեւ գինեկոլոգիական բազկաթոռը մենք բոլորը շատ լավ գիտենք ինչի համար, բոլոր կանայք շատ լավ գիտեն, նախատեսված է նրա համար, որ գինեկոլոգը զննում կատարի կնոջ սեռական օրգաններին, ոչ երեխա ունենալու։ Այո, զննության տեսանկյունից դա շատ հարմար սարքավորում է։ Հարմար է բժշկին նայելու համար։ Միայն այդքան է։ Բազկաթոռին երեխա ունենալը ընդհանրապես հարմար չի։ Հայաստանում այդ միտումը կա, դա շատ ուրախալի է։ Վերազինվում են ծննդատները, հիմա շատ ուրախալի է, որ հասկանում են, գումար են դնում դրա մեջ եւ վերազինվում են իրենց ծնարանները, բայց այստեղ գալիս ենք մի հատ վատ խոչընդոտի, որ այդ ամեն ինչը արդյունքում դառնում է վճարովի։ Ցավոք սրտի, ես այս մասին շատ էս վերջում մտածում էի, ես չգիտեմ, դու ճանաչում ես, ես չեմ ճանաչում ծանոթ կին, ով ծննդաբերել է անվճար։ Այսինքն անվճար։ Այսինքն ինքը ոչ մի կոպեկ չի ծախսել երեխա ունենալու համար, ես չեմ ճանաչում։ Իսկ ես ունեմ բավականին շատ ընկերուհիներ,
որոնք բարբերաբար ես ինքս են տարիքում եմ, վերարտադրական տարիքում եւ իմ բոլոր ընկերուհիները ծանոթ կանեք, այդ տարիքում են ու ամիսը մեկ ինչ-որ մեկ երեխա ունեմ։ Ես չեմ ճանաչում մարդու ու մենք հիշում ենք, չէ՞ որ Հայաստանում ծննդօգնություն է անվճարը։ Ես չեմ ճանաչում մարդու, ով իր ծննդօգնության համար ոչ մի լումա չի ծախսել։ Արի ասենք, որ ծախսում են այդ հավելյալ ծառայությունների համար, բայց ինչ դրանք ինչ ծառայություններ։ Դե օրինակ ազատ դիրքով ծննդաբերել են հավելյալ ծառայություն է, բայց դա պիտի լինի ստանդարտ պրոցեդուրա, որպեսզի դու քո բժշկին ընտրես, եթե դու որոշում ես ոչ թե գնալ հերթաբահ գինեկոլոգի մոտ երեխա ունենալ, բժիշկ ես ընտրում, դա արդեն հավելյալ ծառայություն է։ Բայց ինչու պետք է չլինի։ Ես կարծում եմ, եթե համակարգը ամբողջապես լավը լինի, եւ ոչ թե լինեն ընտրյալ բժիշկներ, դու կգնաս ուղղակի հերթապահ բժշկի մոտ։ Հենց դրա մասին է խոսքը։ Իմ ասածը հենց դրա մասին է, որ ցանկացած ծնարան, ցանկացած ծննդատուն, անկախ նրանից դա Երևանի կենտրոնում է, թե Աշնակում, թե Դավիթբեկ գյուղում, այդ ծննդատունը պիտի հավասար հագեցած լինի։ Ու իսկ մենք Հայաստանում շատ լավ գիտենք, որ խնդիրը հիմա հենց դրանում է, ընդհանրապես օրինակ մարզերում ծննդատները ընդհանրապես փակում էին, որովհետև չգիտեմ, օպտիմալացում են անում եւ այլն, բայց այդ խնդիրը մենք շատ ունենք, որ մասնավոր հիվանդանոցները, մասնավոր ծննդատները, նույնիսկ կարող են կանոններ հիմա նշել, այո, այդ գումարը դնում են եւ ծնարանները վերազննում են, բայց այդտեղ ծննդօգնություն ստանալը վճարովի է։ Այսինքն ամեն ինչի, որ կարա իրան թույլ տա ազատ դիրքով ծննդաբերություն ունենալ, եթե ինքը չունի ինչ-որ X քանակի գումար, մարդիկ կան մինչև 300, 400, 500 հազարի հասնում է ծննդօգնության, բոլոր այդ հավելյալ ծառայությունների փաթեթ երբ որ սենց հավաքում ես։ Դե մենք հիմա խոսում ենք նրա համար, որպեսզի այդ համակարգային փոփոխությունները արվեն նաև ու այդ բռնությունից զերծ փափուկ միջավայրը, հարմարավետ միջավայրը հասանելի լինի բոլոր կանանց։ Այսինքն կինը չմտածի որտեղից փոխհավաքի, որպեսզի գնա լավ միջավայրում ծննդաբերի, այլ ուղղակի իմանա, որ ցանկացած ծննդատուն եթե գնա, իրեն շատ կոմֆորտ միջավայր է սպասվում։ Միևնույն ժամանակ ուզում եմ խոսել մի հատ կարևոր թեմայի մասին, իրականում մենք շատ ենք խոսում, որ կանայք պետք է իրազեկված լինեն ու հենց նաև այս զրույցների նպատակն էլ հենց դա է, որ խոսենք, ցույց տանք, թե ինչ ձևի դրսևորումներ է ունենում ագրեսիան, որպեսզի դու իմանաս ու պաշտպանված լինես, պատրաստվես դրան, որպեսզի կանխես այդ ամեն ինչը։ Բայց միևնույն ժամանակ ինչքան էլ կինը փորձի իրազեկված լինել կամ նույնիսկ եթե հասանելի չի ինքը այդ ինֆորմացիային, մենք չունենք որևէ իրավունք, ոչ միայն մենք, ընդհանրապես որևէ մեկը չունի իրավունք այդ հոգեհուզական, խոցելի բարդ վիճակում գտնվող կնոջը որևէ ձևով մեղադրելու, որ ինքը այս կամ այն բանը սխալ արեց, դրա համար օրինակ պատրվացք ունեցավ, այս կամ այն բանը սխալ արեց, բժիշկն էլ դրա համար վրան գոռաց։ Այսինքն այս բաները արդարացում չունեն։ Համաձայն եմ, հա, ես ինքս էլ շատ ջատագով եմ բոլոր այն դեպքերում, երբ որ մարդիկ խոսում են սովորելու, ինքնակրթվելու, զարգանալու, օրինակ եթե դու որոշել ես հրյանալ երեխա ունենալ, այո, անկախ նրանից դու դպրոցում լավ ես սովորել թե չէ, դու պիտի ինչ որ բաներ հետաքրքրվես, հասկանաս, առնվազն քո համար, քո մարմնի, քո օրգանիզմի, քո առողջության համար հասկանաս, այս ինչը սեցա տեղի ունենում, այն ինչն էցա տեղի ունենում, ու մեկ էլ լինում են այսպես դեպքեր։ Այո, ես ինքս էլ իմ շուրջը հատկապես ինձնից ավելի տարիքով փոքր երիտասարդ կանանց միշտ խրախուսում եմ նայել, հետաքրքրվել, կարդալ, մի քանի էջեր ունեմ սոցիալական ցանցերում, Instagram-ում, որ ես հետևում եմ, որտեղ ծննդաբերությունների իրական վիդեոներ են դնում։ Բոլորին շատ խրախուսում եմ, հատկապես եթե պատրաստվում եք երեխա ունենալու, հələ մինչև հղիանալը, սկսեք այդ վիդեոները նայել։ Ինչ ասես չի լինում, էլ տոտիկային ծնունդներ, էլ հետույքային ծնունդներ, էլ գլխային ծնունդներ, կեսարյանի վիդեոներ են արդեն դնում ինտերնետում, ամեն ինչ կա։
Այո, հազար անգամ այո, բայց ինչի մենք ունենք հանրակրթական դպրոցներ, որովհետև հասկանում եք, չէ՞ որ չի կարելի երեխայի կրթության բեռը չասեմ, չպատասխանատվությունը թողնել ծնողի հույսին, որովհետև ամեն ծնող չի, որ առնվազն օրինակ այդքան ֆինանս ունենա, որ երեխային դպրոց տանի։ Ինչի է ընդհանրապես ամբողջ աշխարհում կրթությունը անվճար։ Ինչի են զարգացած երկրները ձգտում նրան, որ բժշկությունը, բուժօգնությունը, ինչի ենք մենք Հայաստանում օրենք ընդունել են մասին, որ ծննդօգնությունը լինի անվճար, որ հասանելի լինի, չէ՞ մարդկանց։ Բայց ինչի նույն տրամաբանությամբ չենք վերաբերվում նաև մանկաբարձական ագրեսիային եւ նման երևույթներին։ Այո, կինը պիտի իմանա, որ հղիության կամ ծննդաբերության ընթացքում այսպիսի երևույթներ են լինում։ Այո, ես պիտի մինչև ֆայմած լինեի, մինչև ծննդաբերությունը կարդայի այն մասին, որտես դեմքեր են լինում, որ ջրերը ոսում են, բայց ցավեր չկան։ Հա, պիտի կարդացած լինեի։ Հիմա չեմ կարդացել։ Լավ, ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ ինձ պետք է տանել մեջքի վրա պարկասնել ու ինչ ուզես անել, չէ, ոչ մի դեպքում դա դրանք մեկը մյուսից բխող պատճառներ եւ հետևանքներ չեն բացարձակ։ Հանդարտ մտնի ծննդաբերության process-ի մեջ, որովհետեւ երբ որ ես ինձ եմ հիշում այդ պահին, ծննդատուն մտնելու ես արդեն իսկ երբ որ տանը պտղաջրերի արտահոսք եղավ, արդեն իսկ սկսեցի անհանգստանալ։ Էլի դեմիլ չեմ, ես զգում եմ, որ ես երկունքի ցավեր չունեմ։ Ես գիտեմ, որ այդպես չպիտի լինի։ Ես այդ ամեն ինչը հասկանում եմ, ես հիմար չեմ։ Բայց երբ որ ես ծննդատուն մտնելու պահից սկսած, ինձ անընդհատ սենց տագնապային, լավ չի, հեսա երեխեք կմեռնի, դա ոչ մի լավ բանի չի բերում։ Դա բերում նրան, որ ես ճիշտ ուժ տամ։ Ուզում եմ վերջի հարցս տամ կապված կանխարգելման հետ։ Կինը ընդհանրապես կնոջը մենք ինչ խորհուրդ մենք դու ինչ խորհուրդ կաղես տալ, ինչ անել, որպեսզի չի ենթարկվես բռնության կամ զերծ լինես բռնությունից։ Ես այս հարցին պատասխանել չեմ սիրում, ինչի, որովհետև երբ որ ես սկսում եմ այս հարցին պատասխանել, ինքս ինձ սկսում եմ հակասել, որովհետև սկսում եմ ասել բաներ, որոնք քիչ առաջ ասում էի, որ նորմալ չի, որ տենց է։ Բայց ունենք այն ինչ ունենք, այո, պետք է լինեն տեղեկացված։ Քանի դեռ մենք ապրում ենք եւ երեխաներ ենք ունենում մի համակարգում, որտեղ համակարգը ինքնին ռիգիդ է, դաժան է եւ աճ-ձախ թույլ չի տալիս, մենք ստիպված ենք ներքևից ինչ-որ մի բան անել, առնվազն այնքան ժամանակ, մինչև մենք կհասնենք նրան, որ այդ փոփոխությունները վերևից լինեն։ Էլի այստեղ մի հատ շատ կարևոր սենց նշում անենք, որ կան Հայաստանում գինեկոլոգներ, մանկաբարձներ, որոնք շատ փորձում են, աշխատում են իրենց ամեն օրվա գործով նպաստում են նրան, որ մանկաբարձական ագրեսիան կչանա, որ բնական ծննդաբերությունը իրոք տեղի ունենա բնական ձևով, որ հնարավորինս քիչ միջամտություններ անեն, որ միջամտություններ անելուց անեն հասկանալով, դանդաղ, հանդարտ, առանց արհեստականորեն process-ները արագացնելու, այլ հենց միայն խթանելով թեթևակի, խթանելով, որ օրգանիզմը մտնի այն process-ի մեջ։ Սա շատ կարևոր է նշել, որ այս հոսանքությունը բժիշկների դեմ չի, էլի եւ այո կան ծննդատներ, որոնք աշխատում են, որոնք շատ են փոխվել, որոնք փորձում են այդ համակարգերը ներդնել, այո, բայց մեծ հաշվով Հայաստանում միևնույնն է վիճակը դեռ բավականին վատ է, որովհետեւ ես հենց վերջերս 2024 թվականին տեղի ունեցած մանկաբարձական բռնության դեպքեր գիտեմ։ Այո, օրենքը թույլ է տալիս ծնարանում մենակ չլինել, սահմանված է, որ կարող ես ուղեկից ունենալ, այդ ուղեկիցներն էլ իհարկե պիտի նախորդ պատրաստվեն ծննդաբերության, հիմա այդ առումով էլ բավականին առաջընթաց կա, դասեր կան, դասընթացներ կան, մասնավոր իհարկե ու էլի վճարովի, բայց ամեն դեպքում գոնե կան։ Եվ պետք է չվախենալ հակառակվելուց, չվախենալ հարցեր տալ, չվախենալ պաշտպանել սեփական իրավունքները, չվախենալ ասել, որ բժշկին նայել աչքերի մեջ եւ ասել, որ ինձ դուր չի գալիս այն ինչ որ դուք անում եք, կամ մենք հիմա փոխում ենք ինչ որ մի բան, կամ ես հիմա ուղղակի վեր եմ կենում, գնում եմ ստեղից։
Շատ կարևոր է ընդհանրապես չվախենալ սեփական իրավունքները պաշտպանել եւ էլի ստիպված եմ ինքս ինձ հակասել, բայց մենք ստիպված ենք լինում հիմա օգտվել շատ վճարովի ծառայություններից, որպեսզի ընտրենք ծննդատուն եւ գինեկոլոգ, որի հետ կուզենանք վարել մեր հղիությունը եւ ծննդաբերությունը, որպեսզի ունենանք այն արդյունքը, որը ուզում ենք, բայց այստեղ շատ հնարավոր է, որ մի կողմնակի դրական ելք լինի այս երևույթից, որ այն ծննդատները, որոնք ի վերջո մրցակցությանը չեն դիմանա եւ կհասկանան, որ իրենց մոտ չեն գալիս հղիները, որ իրենց մոտ շատ կրճատվել է հղիների քանակը եւ ծննդաբերությունների քանակը, ի վերջո դա կբերի փակման հարցի եւ հնարավոր է, որ այս ձևով նման երևույթները խթան հանդիսանան նրա, որ ծննդատները ի վերջո գնան այդ քայլերին, վերազինվեն, փոփոխվեն, մի քիչ ավելի ճկուն դառնան եւ աշխատեն գինեկոլոգների, մանկաբարձների վերապատրաստումների վրա եւ ի վերջո մենք հետ գանք բնական ծննդաբերություններին ու սա էլ եմ ուզում անպայման շեշտել, ինչի եմ ես ասում վերադառնանք բնական ծննդաբերություններին, որովհետեւ այնպես չի, որ մենք այս վերջի 100 տարին ա որ ծննդաբերում ենք ու տենց ծննդաբերությունը միշտ եղել է հիվանդանոցներում, ոչ, ընդհակառակը վերջին 100 տարին ա որ մենք հիվանդանոցներում ենք ծննդաբերում ոչ հերու անցյալում ընդամենը 150-200 տարի առաջ մենք ծննդաբերում էինք տանը եւ այնպես չի որ դա աղետ էր կանայք ամեն երկրորդը մահանում էր տանը ծննդաբերելուց ոչ ճիշտ է տվյալներ բայց կային տվյալներ որ եւ մանկամահացությունը եւ մայրամահացությունը բավականին բարձր են եղել ես նայել եմ ճիշտ ասած գալուց առաջ տվյալներ նախ տվյալները շատ չեն իրականում մինչ ինդուստրիալ ժամանակաշրջանը, այսինքն մինչ մոտավորապես 1800 թվականը, դրանից առաջ, տվյալները քիչ են, բայց օրինակ ես գտա Եվրոպայի վերաբերյալ Քեմբրիջի համալսարանի կայքում մի հոդված այն մասին, որ մահացությունը 1.2% է եղել 10,000 կնոջ մեջ, դա անում է 10,000-ից 120 մարդ ընդամենը այսինքն 10,000-ից մահանում էին ընդամենը 120-ը, թող սրանք սխալ տվյալներ լինեն, թող 500 լինի, դա այն թիվը չի, Ես հիշում եմ, որ դու ասում էիր նաև ինչ-որ տեղ կարդացել էիր, որ հիվանդությունների կամ այդ վիճակը հիմնական գալիս էր նաև որ բժիշկների պրակտիկայում չկար այդ լվացվելու, հաճախ լվացվելու պրակտիկան ընդհանրապես ընդհակառակը երբ որ մենք համեմատում ենք տնային ծննդաբերությունների ժամանակաշրջանը, այդտեղ մահացությունների պատճառները ուրիշ էին լինում, քան այն երբ որ հենց որ ծննդաբերությունը մտավ հիվանդանոցներ ու այդտեղ մի ուրիշ խայտառակ մահացություններ սկսվեցին եւ դրանք տեղի էին ունենում ոչ թե ծննդաբերության պատճառով այլ ոչ ստերիլ եւ ինֆեկցիաների փոխանցման պատճառով երբ որ օրինակ բժիշկները իսկ դա ես չեմ հայտնաբերում էլի դա ինֆորմացիա է որը վերջին ժամանակներում շատ է տարածվել ու շատ են այդ մասին մարդիկ խոսում որ բժիշկները սկսել են լվացվել 1800-ականների կեսերից կարծեմ հիմա լավ չեմ հիշում թվականը այսինքն այն որ մենք հիմա գիտենք թե ոնց են օրինակ բժիշկները լվացվում վիրահատությունից առաջ դա բավականին նոր երևույթ է իսկ բժշկությունը գոյություն ունի շատ վաղուց հազարամյակներ առաջվանից ոչ թե այս վերջի մի 50 տարին է եւ մինչեւ վերջերս մինչեւ ընդամենը 200 տարի առաջ բժիշկները լվացվելը բժշկի առօրյական գործողություն չէր եւ իրենք մի կնոջից մյուսին փոխանցում էին այդ ինֆեկցիաները երբ որ զննումներ էին անում ու էլի ոնց որ դրա համար մենք ուղղակի եկեք Այս համակարգերը շատ լավ է, ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք ծննդատուն երևույթը, որտեղ կարելի է ապահովել այդ մեկուսիությունը, որովհետև ի վերջո տնային պայմաններում էլ բոլորին չի որ հարմար կլինի, մարդիկ կան, չգիտեմ, փոքր տուն ունեն, այդ պայմանները չունեն, էական չի, էլի, լավ է որ մենք ունենք ծննդատուն, բայց եկեք
այս ամբողջ կողքի հետ ուղեկցող իրոք իսկապես վատ երևույթները վերացնենք եւ վերադառնանք բնական ծննդաբերություններին, ազատ դիրքով ծննդաբերություններին, չխթանված ծննդաբերություններին ու հստակ տարբերենք էլի, եթե կեսարյան հատումը ցուցումով ոչ թե անհարկի զուտ, որովհետեւ 35 տարեկան է, ուրեմն վերջ կեսարյան, կամ անում ենք կեսարյան հատումներ ցուցումով, կամ ունենում ենք բնական ծննդաբերություններ վերահսկված, բայց հնարավորինս բնականին մոտ։ Արփիջան ինձ թվում ենք ժամերով կարող ենք խոսել մանկաբարձական բռնության մասին, թերևս կարող ենք շարունակել մեկ այլ հաղորդման շրջանակներում։ Այսօր սահմանափակվենք, շնորհակալություն հարցազրույցի համար։ Եվ ես հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրը հոգեբան Արփի Խալաթյանն էր։ Բաժանորդագրվեք, հետևեք մեզ YouTube-ում, Facebook-ում եւ մյուս սոցցանցերում։ Շնորհակալություն։